պիտի արձանագրեմ, որ այսօր մենք ունենք բոլորովին այլ պետություն, քան ունեցել ենք 2018 թվականին։ Այսօր մենք անկախ ենք ավելի, քան երբևէ, ինքնիշխան ենք ավելի, քան երբևէ, պետություն ենք ավելի, քան երբևէ, ժողովրդավարական ենք ավելի, քան երբևէ, զարգացած ենք ավելի, քան երբևէ, խաղաղ ենք ավելի, քան երբևէ, բարեկեցիկ ենք ավելի, քան երբևէ, անվտանգ ենք ավելի, քան երբևէ։ Մի բան էլ ասեմ, երկարակյաց ենք ավելի, քան երբևէ, որովհետև 2024 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում կյանքի միջին տևողությունը 78.6 է, ինչը բացարձակ ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի Հանրապետության գոյության ողջ ընթացքում եւ ինչքան հասկանում եմ ընդհանրապես վերջին նույնիսկ խորհրդային միության ժամանակների հետ համեմատ։ Եվ այսօր մեր պետության հեռանկարները որոշակի են ավելի քան երբևէ, եւ սա առաջին հերթին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության շնորհիվ, որը հաստատվեց 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում նախագահ Թրամփի աջակցությամբ։ Առաջիկայում մեզ սպասում են մեծ ու պատմական իրադարձություններ։ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության նախագծի իրագործումը, որը Հայաստանը վերջնականորեն դուրս կբերի շուրջ 34-ամյա շրջափակումից եւ իհարկե Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի ստորագրումը եւ վավերացումը, որը կապահովի մեր պետությունների եւ ժողովուրդների միջև թշնամանքի վերացման հետագա ընթացքը։ Այսօր էլ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված եւ պետք է արձանագրել, որ այն հիմա էլ ունի բավականին ուժեղ իրավական հիմք։ Ես սա կարևոր արձանագրում եմ համարում, որը մեր իրականության մեջ ոնց որ թե երբեմն մենք բաց ենք թողնում, ասելով, որ խաղաղությունը ինքը այդպես բանավոր պայմանավորվածության կամ իրավական ուժ չունեցող դեռևս փաստաթղթերի հիման վրա է, ձևավորված այդպես չէ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ունի նաեւ պարտադիր իրավական ուժ եւ տվյալ դեպքում ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ստորագրված առաջին երկկողմ միջազգային պայմանագիրն է եւ որը 2024 թվականի աշնանը վավերացվել է երկու երկրներում, եւ հիմա թե Ադրբեջանում, թե Հայաստանում ունի պարտադիր իրավական ուժ։ Ուզում եմ հիշեցնել, որ այնտեղ, որտեղ որպես պարտադիր իրավական ուժ ունեցող դրույթ արձանագրված է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայն են երկու երկրների սահմանների սահմանազատման բազային սկզբունք ընդունել Ալմատիի հռչակագիրը։ Սա է իրականում խաղաղության անկյունակարը, հիմքը, որը կրկնում եմ ունի իրավական պարտադիր ուժ թե Հայաստանի Հանրապետությունում, թե Ադրբեջանի Հանրապետությունում։ Նաև ուզում եմ ընդգծել Հայաստան-Ադրբեջան սահմանի 12 կիլոմետրանոց հատվածի սահմանազատումը, դա էլ է շատ կարևոր գործոն Հայաստան-Ադրբեջան թշնամանքի հաղթահարման առումով եւ դրանով իմ համոզմամբ մեկնարկ է տրվել այդ թշնամանքի հաղթահարման եւ այն, որ Կիրանցի դպրոցը Ադրբեջանի հետ սահմանից 50 մետր հեռավորության վրա է գտնվում, այլևս սարսափելի չի հնչում Կիրանցի դպրոցի աշակերտների համար, սա իմ ասացի ամենավառ վկայությունն է։ Այսօր Կիրանցի դպրոցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ են խաղում։ Սա խաղաղություն է։
Խաղաղությունը սա է։ Խաղաղությունը նաև այն է, որ արդեն ավելի քան 2 տարի Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գյուղերում կրակոցի ձայներ չեն լսվում։ Ոչ միայն կրակոցի ձայներ չեն լսվում, այլև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գյուղերում շուրջ ավելի քան 3600 նոր առանձնատներ են կառուցվում կառավարության նախաձեռնած տնաշինական ծրագրով, որ հանրության շրջանում հայտնի է որպես 16 միլիոնի ծրագիր։ Ավելի քան 3600 նոր տուն սահմանամերձ այնպիսի բնակավայրերում, հարգելի գործընկերներ, որոնց ճնշող մեծամասնությունում անկախությունից ի վեր գործնականում ոչ մի տուն չէր կառուցվել։ Հասկանում եք, 3600 տուն, նրանց մի զգալի մասը այնպիսի բնակավայրերում սահմանամերձ, որտեղ 30 տարվա, ավելի քան 33 տարվա պետության գոյության ընթացքում ոչ մի տուն չի կառուցվել։ Ավելին, հիմա այդ բնակավայրերում, նրանց մի մասում ոչ միայն տներ են կառուցվում են դպրոցներ, 18 դպրոցի կառուցման նախագիծ է իրականացվում, 21 մանկապարտեզի կառուցման նախագիծ է իրականացվում այն գյուղերում, որտեղ անկախությունից ի վեր այն գյուղերի իհարկե կան առանձին վերցրած տներ, առանձին վերցրած գյուղերում։ Հիմա այդտեղ 18 դպրոցի շինարարության եւ 21 մանկապարտեզի շինարարության նախագիծ է իրականացվել, որոնց մի մասը ավարտվել է, մի մասը կավարտվի այս տարվա ընթացքում, մի մասը կավարտվի 2027 թվականին։ Հաստատված խաղաղության շնորհիվ այսօր Հայաստանի Հանրապետություն ադրբեջանական երկաթուղիով ապրանքներ են ներկրվում։ Ադրբեջանից նավթամթերք են ներկրվում Հայաստանի Հանրապետություն, ինչի արդյունքում մեր քաղաքացիներն ու բնակիչները արդեն իսկ տասնյակ միլիարդների խնայողություններ են ունեցել, որովհետև ադրբեջանական նավթամթերքի ներկրումը ի վերջո այն վերջին գործոնն էր, որի արդյունքում մենք ավարտեցինք նավթամթերքի շուկայում մենաշնորհի կազմաքանդում օպերացիան, որը տևում էր 8 տարի, էլի բաներ կան, որ տևում են 8 տարի, եւ մեր քաղաքացիները հարցնում են, բա ինչի 8 տարի, շատ պարզ պատասխան ունի, որովհետև այդ դեպքերում մենք ոչ թե ուղղակի պարզ գործողություն ենք անում, մենք բառից բուն իմաստով էլի կանդրադառնամ, մաֆիայի դեմ ենք պայքարում, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, բառից բուն իմաստով, այո, երբեմն եւ ներհայաստանյան լիներ միայն այդ մաֆիան, բայց այդ մաֆիան երբեմն ունի այլ տեղերում, այլ ճյուղեր։ Եվ վերադառնալով ադրբեջանական նավթամթերքի ներմուծման, ուզում եմ ասեմ, որ Հորմուզի նեղուցի շուրջ առաջացած ճգնաժամը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ տնտեսությունը շատ ավելի շոշափելի ձևով կզգային, թե նավթամթերքի գնի, թե գնաճի, թե մատակարարումների առումով, եթե ադրբեջանական երկաթուղու պատմական բացումը Հայաստանի Հանրապետության համար այս ժամանակաշրջանում տեղի ունեցած չլիներ։ Սա գիտեք հիմա, սա պետք է ասել, սա պետք է ասել։ Հիմա մենք մտնում ենք Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության նախագծի իրագործման փուլ։ Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որի հեճուկս միջազգային բարդ իրադրության, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների, թե Հայաստանի Հանրապետության, թե Ադրբեջանի Հանրապետության կառավարությունները տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացումը եւ տրիպ նախագծի իրագործումը համարում են առաջնահերթություն։ Սա բխում է այն գիտակցումից, որ նախագծի իրագործումը մեր տարածաշրջանում երկարաժամկետ կայուն եւ հուսալի խաղաղության կարևոր հենասյուն է դառնալու։
Ազգային ժողովի մեծարգո նախագահի հարգելի տեղակալներ, հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, սիրելի ժողովուրդ։ Հայաստանի Հանրապետությունը հաղթահարել է գոյատևման եւ մաքարման իրեն պարտադրված օրակարգը եւ մտել ապրելու, պարզապես ապրելու, սովորական կյանքով ապրելու մի պատմական դարաշրջան, որտեղ մեր պատմական առաքելությունը կրթվելն է, աշխատելը, մեր պետությունը 29743 քառակուսի կիլոմետր միջազգայինորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը զարգացնելը եւ այն որպես անկախ, խաղաղ, անվտանգ զարգացած բարեկեցիկ պետություն ապագա սերունդներին ժառանգելը, սերնդե սերունդ եւ դարեդար, ապրել, կրթվել, աշխատել, զարգացնել բարեկեցությունը, զարգացնել խաղաղությունը, զարգացնել պետությունը ու այն դարեդար ժառանգել սերունդներին։ Ահա այսպիսի հրաշալի պատմական առաքելության մեջ ենք մենք հայտնվել, որն անվանում ենք պետության հարատևության օրակարգ։ Եվ հարգելի գործընկերներ, ես նկատի ունեմ ազգային ժողովի մեր գործընկերներին, կառավարության անդամներին, գործադիր իշխանության մյուս ներկայացուցիչներին, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել այս շրջադարձային դարակազմիկ հանգրվանը իրականություն դարձնելու համար։ Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ այն հնարավոր դարձավ այս հանգրվանին հասնելը առաջին հերթին ժողովրդի աջակցության շնորհիվ, որովհետև կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը ոչինչ չէին կարող անել, եթե չունենային ժողովրդի մանդատը ու աջակցությունը, եթե չունենայինք լեգիտիմություն իրագործելու այն քաղաքականությունը, որը վարել ենք 2021 թվականից սկսած։ Իսկ այդ մանդատը հստակ եւ աներկբա արձանագրված է, եւ սա ուզում եմ այս նրբության վրա առանձնահատուկ ուշադրություն հրավիրել, իսկ այդ մանդատը հստակ եւ աներկբա արձանագրված է 2021 թվականի օգոստոսի 26-ին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից հաստատված այն փաստաթղթում, որի կատարման ընթացքն ու արդյունքները քննարկում ենք հիմա։ Խոսքը կառավարության 2021-2026 թվականների ծրագրի մասին է, որում հստակ եւ աներկբա արձանագրված է։ Մեջբերում եմ. Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը այնուամենայնիվ արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է, մեջբերման ավարտ։ Սա նշանակում է, որ մենք դեռևս 2021 թվականի օգոստոսին ենք հայտարարել, որ խաղաղությունն է լինելու մեր գերագույն նպատակը եւ այդ գերագույն նպատակը ահա իրագործված է։ Հարց է հնչում. ինչ գնով, այն գնով, որով հնարավոր էր դա իրագործել։ Այո, բազում զոհերի ու զոհողությունների գնով, բազում զրկանքների եւ տառապանքների գնով, դժոխքի միջով անցնելու գնով, բայց այսօր մենք ունենք այն, ինչ դեռ ի սկզբանե եղել է մեր գերագույն նպատակը՝ պետություն, խաղաղություն, զարգացում եւ հեռանկար, հորիզոն, անսահման հորիզոն մեր առջև։ Ղարաբաղը մերն էր եւ այլևս մերը չէ խոսույթը աշխարհքաղաքական թակարդում մեր գտնվելու փիլիսոփայությունն ու հայեցակարգն է։ Իրականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր եւ այլևս մերն է։ Իրականությունն այն է, որ մեզ հայտնի բոլոր տարածքները հայկական վերահսկողության տակ եղել են մեր պետության, մեր ինքնիշխանության, մեր անկախության, մեր բարեկեցության, մեր անվտանգության ու մեր ապագայի հաշվին։ Ու մենք դա չենք հասկացել, հարգելի գործընկերներ։ Պիտի խոստովանենք, որ մենք չենք հասկացել դա,
Գուցե եղել են մարդիկ, որ հասկացել ու չեն բարձրաձայնել, որովհետև վախեցել են։ Եղել են մարդիկ, որ եւ հասկացել են եւ բարձրաձայնել, բայց նրանց կամ չենք լսել, կամ չլսելու ենք տվել, կամ լռեցրել ենք, համոզված լինելով, թե նրանք չեն հասկանում, թե ինչ են խոսում։ Մինչդեռ մենք, այդ թվում ես, չենք հասկացել, թե ինչ ենք անում, սկսած 1988 թվականից, չենք հասկացել, թե ինչ ենք անում եւ արել ենք ամեն ինչ ինքներս մեր դեմ եւ ի հեճուկս մեր պատմության մեզ տված դասերի։ Բայց այսօր մենք կարող ենք ասել, որ մենք կառավարությունը, կառավարող մեծամասնությունը փոխել ենք մեր պատմության կործանարար ընթացքը եւ Հայաստանի Հանրապետությունը դրել ենք ստեղծարար ու խաղաղ պատմության ընթացքի մեջ ու դա արել ենք մեր նահատակների հետ հոգևոր ու բարոյական ու հերակա ու մեր ժողովրդի հետ քաղաքական երկխոսության արդյունքում ու այսօր մեր ժողովուրդը գրում է իր պատմության բոլորովին նոր պետականակենտրոն գլուխը, որտեղ պետությունը միևնույն ժամանակ եւ նպատակ է եւ միջոց։ Նպատակ է, որովհետև մեր ինքնությունը հնարավոր է պահպանել եւ զարգացնել, մեր բարեկեցությունն ու անվտանգությունը հնարավոր է ապահովել պետության պայմաններում, միայն պետության պայմաններում եւ միջոց է, որովհետև պետությունն է մեր ինքնությունը պահպանելու եւ զարգացնելու, մեր բարեկեցությունն ու անվտանգությունը ապահովելու միակ հուսալի միջոցը։ Պետությունը ինքը ինքնություն է եւ պետությունն է ինքնությունը, սրանով արդեն պետությունը եւ նպատակ է եւ միջոց։ Իսկ պետությունը պահպանել եւ զարգացնել հնարավոր է միայն խաղաղության պայմաններում եւ մենք այսօր ունենք այդ խաղաղությունը։ Բայց նաեւ պիտի հաշվի առնենք, որ խաղաղությունը նոր է, մանուկ է, դեռևս խոցելի է եւ մեր ամենօրյա խնամքի կարիքն ունի։ Մանավանդ այսօր, երբ այդ մանուկ խաղաղությունը դարձել է պատերազմի եռագլուխ կուսակցության ու նրանց սատարող ուժերի հիմնական թիրախը։ Սիրելի ժողովուրդ, հարգելի ներկաներ, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը ճիշտ է, ստորագրված չէ, բայց նախաստորագրված է։ Մենք պետք է հասկանանք, ինչ է նշանակում նախաստորագրված պայմանագիր, համաձայնագիր։ Դա նշանակում է, որ դրա բովանդակության շուրջ բանակցությունները ավարտվել են եւ այն փակ է հետագա բանակցությունների համար։ Այսինքն նախաստորագրել նշանակում է արձանագրել բանակցությունների փակումը, ավարտը, փակ լինելը բանակցությունների համար։ Պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից իրար հերթ չտալով խոսում են խաղաղությունը վերաբանակցելու մասին, այն իբր ավելի լավը դարձնելու նկատառումով։ Իսկ կներեք, ով կարող է ապացուցել, որ այդ վերաբանակցման արդյունքում այն փաստաթուղթը ավելի լավն է դառնալու։ Այսօր վերաբանակցելու մասին խոսող ուժերը հանդես են գալիս Ղարաբաղը եւ հարակից շրջանները պարունակող քարտեզներով եւ դա խորհրդանշող դրոշներով։ Այս տրամաբանության զարգացումը անխուսափելի պատերազմ է։ Այս տրամաբանության զարգացումը անխուսափելի պատերազմ է։ Մյուս ուժերը հանդես են գալիս այդ նույն խորհրդանիշների եւ ասելիքի ներքո եւ պնդում, թե Հայաստանը չպետք է բավարարվի իր միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքով։ Այս տրամաբանության զարգացումը նույնպես անխուսափելիորեն բերելու է պատերազմի։ Այստեղ բարձրագույն մաթեմատիկա չկա։ Սա շատ պարզ տրամաբանություն է, եւ այդ տրամաբանությունը մենք տեսել ենք նախորդ շրջանի մեր պատմությամբ։ Այսինքն սա տեսություն չէ միայն, այլև իրականություն։ Բայց եթե նույնիսկ մի կողմ դնենք կոնկրետ այս խոսույթը, այսինքն հենց մի պահ մոռանանք եւ ուշադրություն չդարձնենք դետալներին, խաղաղությունը վերաբանակցելու մասին խոսակցությունը
եթե 50%-ով բացում է ավելի լավ խաղաղություն ունենալու դուռը, 50%-ով էլ բացում է խաղաղություն չունենալու, այսինքն պատերազմ ստանալու դուռը։ Սա անկախ ամեն ինչից։ Սա արդեն քաղաքի ճաշակի հարց չէ ուրեմն, այլ մեր պետության լինել չլինելու հարց։ Եվ պատերազմի եռագլուխ կուսակցությունը մեր պետությունն ու ժողովրդին կործանարար ավանտյուրայի է փորձում մղել։ Այս է պատճառը, որ հստակ եւ աներբա ընդգծում եմ, որ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է տեր կանգնի խաղաղությանը, որովհետև դա իր խաղաղությունն է, դա իրեն անհրաժեշտ խաղաղությունն է, եւ այն հարվածի ու կասկածի տակ դնելը հավասարազոր է աղետի։ Դա նշանակում է կասկածի տակ դնել բազմաթիվ զոհողությունների գնով ձեռք բերված մեր հաջողությունները։ Իսկ մենք ունենք բազմաթիվ հաջողություններ։